Պարոն Սիմիդյան, մենք վաղուց արդեն անցել ենք ծրագրային բյուջետավորման, ասել է թե դուք հիմա պետք է ներկայացնեիք, որ ծրագրի շրջանակում ինչ գումար եք ծախսել եւ այդ գումարը ինչպես է բարելավել մեր քաղաքացու կյանքը։ Իսկապես մեր քաղաքացուն հետաքրքիր չի, առաջին տող այսքան միլիոն, երկրորդ տող սա հաշվետվություն չի ծրագրային բյուջետավորման առումով, դուք պետք է ներկայացնեիք ձեր ծախսերի ծախս արդյունավետությունը եւ հողի վրա մեր բնակիչը ինչ է ստացել։ Քանի որ ձեր զեկուցում այդպիսի ոչ մի բան չկար, ես ուղղակի ուզում եմ հիմա դուք խնդրում եմ ներկայացրեք գոնե 5 կարևոր ձեռքբերում, որի այդ ինչքան գումար, այդ գումարը ինչպես է ծախսվել եւ ինչ արդյունք է տվել, որը քաղաքացուն գետնի վրա որոշակի հնարավորություն է ստեղծել բարելավել իր կյանքը։ Եվ 1, 2, 3 ռիսկեր, այսինքն ինչ կար, որ չէի կարողացել անել, ինչու չեք կարողացել։ Սա է ծրագրային բյուջետավորմանը վերաբերող հաշվետվությունը։ Նշեք մի քանի դրական, մի քանի բացասական ձեռքբերումներ այս գումարը ծախսելու արդյունքում։ Խնդրեմ, պարոն Սիմիդյան։ Առաջի կարևոր ծախսը, որը արել ենք կամ 24 թվականին նախատեսել ենք, դա օդի աղտոտվածության մոնիտորինգի 2 ավտոմատ կայանի ձեռքբերումն է, որոնք արդեն Երևանում են, հիմա նրանց տեղադրման process-ն է իրականացնում։ Միանգամից կարող եմ ասել, որ վատ կողմերն է, որ 2 հատ ենք գնել, մեզ 14 հատ է պետք ամբողջ Հայաստանի, ուրեմն ամբողջ Հայաստանի մակերեսի համար, բայց լավ լուրներն է, որ 3 հատ էլ ձեռքբերման գործընթացը մեր միջազգային գործընկերների հետ են կազմակերպում, հույս ունեմ, որ հաջորդ տարի գարնանը եւս 3-ը կունենանք, այսինքն այս միջոցառման շրջանակում օդի աղտոտվածության մոնիտորինգի համակարգի համալրման եւ ավտոմատացման իմաստով 2 կայանի ձեռքբերումը վատ լուրերն է, որ մեզ 12-ը դեռ պետք է եւ լավն է, որ 3 հատ միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ ուրեմն կանենք 2024 թվականին 337 հեկտար բյուջեով ուրեմն ֆինանսավորված անտառ տնկում ենք իրականացնել։ Այս երկրորդ լավ լուրը եւ վերջի 4 տարում 25-ներ ներառյալ շուրջ 3.2 միլիոն հատ ծառ է տնկվել անտառ պատման եւ անտառ վերականգնման միջոցառման շրջանակում, նաեւ շուրջ 1100 հեկտար անտառ եւս միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կամ ներսում գործող հասարակական կազմակերպությունների ուրեմն մասնակցությամբ իրականացվել է։ Հիմա 5-ը չեմ հիշում, կարող եմ sense թղթերով նայել, 5-ն էլ ավելն էլ եւ խնդիրների մասն էլ խոսել։ Ես կարճ ներկայացրեցի, քանի որ իսկապես Հայկո բարեկային ծառայությունը մենք 24 թվականին ըստ էության օրենսդրական ամբողջ աշխատանքը իրականացրեցինք եւ այս տարվա սկզբից գիտեք արդեն, որ Սյունիքի մարզային վարչությունը հիմնվել է եւ այս գործընթացը շարունակական կլինի։ Պետք է արագ հիշեմ ինչեր ենք արել, ասեմ, ուրեմն թվայնացնում ենք մեր ամբողջ թույլտվությունների համակարգը, ուրեմն սիրողական ձկնորսություն, սիրողական որս, ջրօգտագործման թույլտվություն եւ առհասարակ։ Մենք մեր հաշվարկներով մինչև 2025 թվականի ավարտ ըստ էության բացի շմակ փորձաքննությունից բոլոր թույլտվությունները կդառնան թվային եւ էլեկտրոնային։ Այս 4-ն Շնորհակալություն արձագանքի նոր, հա, պարոն Սիմիդյան, խնդրեմ Պարոն Սիմիդյան, ընդհանրապես երբ որ ծրագիրը մշակվում է, նախապես դրվում են նպատակ, խնդիրներ այդ նպատակին հասնելու համար, հետո ինչպես այդ խնդիրները լուծել։ Հիմա դուք ինչ խնդիրներ էիք դրել 24 թվականի բյուջեի կատարման բյուջեի մշակման հիմքում եւ այս տարի արդեն փորձել եք գնահատել այս խնդիրներից որոնք են լուծվել։ Սա է ծրագրային բյուջետավորման էությունը։ Դուք փաստացիորեն խոսեցիք 2 ավտոմատ կայանի ձեռքբերման մասին, որը դեռ չի տեղադրվել, որը դեռ չնայած պետք էր 14-ը, անտառ տնկման մասին եւ մեկ էլ հիշեցիք էկո բարեկային ծառայության ընդլայնումը։ ասացի, որ օրինակ թույլտվությունների ամբողջ համակարգը բյուջեն եթե բացենք, մի հատ հաշվեք այն ծրագրերի քանակը, որոնք այդտեղ ֆիքսված են։
Եթե ծրագրերը 3-ն ու 13-ը չէ շատ են, եթե դուք ընդհանրապես որպես նախարար հիշում եք 3 ծրագրի մասին, դա շատ վատ պատկեր է ստեղծում։ Այսինքն դուք հիշում եք 3 ծրագրի մասին, 2 ավտոմատ համակարգա ձեռք բերվել, որը դեռ չի տեղադրվել։ 24 թվականի արդյունքը հրաշալի արդյունք։ Խնդրեմ պարոն Սիմիջյան։ Ինք Յուրեղյան ասեցիք բաներ ասելու համար կներեք մարդ կա որ հիշողությունից շատ ավելի լավ է քան ես 4-ը հիշեցի որոնք կապված էին օդի աղտոտվածության խնդրին որը անհանգստացնակիցներին կարծում կարևոր խնդիր է եւ կարևոր ուրեմն նաև գնումներ են կարել անտար պատման ազգային պարկերի կենտրոնական բուսական աշխարհի պահպանության նոր համակարգի թվայնացման մեր թույլտվությունների չգիտեմ ավելի կարևոր բան որը նպատակադրված ենք եղել 24 թվականին ինչ ուրեմն թիրախներ ունեցել ենք իրականացրել ենք որներ վատը որներ թերին որներ անհասցեն կամ նպատակակետը անհայտ